Ողջույն իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներին, այսօր միասին պատրաստելու ենք ավանդական բուրավետ փախլավա։ Սկսում ենք խմորի նուրբ ու փափուկ շերտերի սկզբից թխում ենք մեջտեղի շերտը, որից հետո սկսելու ենք հավաքել։ Այստեղ տեսնում եք, որ ընկույզն է մանրացնում, յուրաքանչյուր շերտի մեջ կա համբերություն ու սեր։ Ավելացնում ենք մանրացված ընկույզը հարուստ համի համար։ Դանդաղ շերտավորում ենք, որ փախլավան ստացվի կատարյալ։ Հալված կարագի բույրը արդեն լցվել է ամբողջ խոհանոցով 1։ Այստեղ արդեն բեզեն եմ պատրաստում, ինչպես տեսնում եք, ձուն եմ առանձնացրել դեղնուցը սպիտակուցից, որից հետո 1 բաժակ շաքարավազով այսպես հարելու եմ, որպեսզի ավելացնենք փախլավայի խմորին։ Դարչին, մեխակ, ըստ ցանկության եմ ավելացնում, քանի որ մեր ընտանիքում շատ քիչ են սիրում օգտագործել։ Մի խոսքով համի եւ հոտի համար։ Այստեղ բեզեին ավելացնում եմ նաև մանր կտրատած ընկույզը, երբ շատ նուրբ ձևով, շրջանաձև, շատ զգույշ խառնում եմ ընկույզը բեզեին, քանի որ կարող է բեզեն նստել։ Ընկույզի չափաբաժինն ասեմ մոտավորապես 2 թեյի բաժակ է։ Հիմա այսպես գեղեցիկ կտրում ենք, ձևավորում ենք տալիս ավանդական տեսքը պահպանելով, ուղարկում ենք ջեռոտ, իսկ տունը լցվում է անուշ բույրով, վերջում ավելացնում ենք քաղցր օշարակը, իրական համի գաղտնիքը սա է, ահա եւ մեր ոսկեգույն փայլուն ու անչափ համեղ փախլավան։ Սիրելիներս, եթե սիրեցիք, չմոռանաք աջակցել մեր ալիքին։